Մերսի շատ ձեզ, շատ հաճելի էր հանդիպել։ Նմանապես լավ։ Գադի ես նկարել ձեր ցավը տանը։ Մերսի։ Մի րոպե։ Բաուր այդ սրճարանը։ Ինչ աղենի հուզրեք, խնդրում եմ մի հուզրեք, հանգստած, ասեք ես։ Ամուսինս 24 թվականին դարձել իմա դատապարտված է։ Մարդա մահացել վթարի արդյոք։ Մի հոգի մահացել է ինքը բրավո ունի ոչ։ Ուզում եմ խմած եղել։ Իրան դատապարտել։ Ով է խմած եղել։ Ամուսինս։ Ինքը վարորդն է եղել։ Վարորդական իրավունք չի ունեցել։ Վարորդական իրավունք չի ունեցել, ես ամենտեղ դիմել եմ։ Ձեզ էլ նամակ գրել, ուղղակի գիտեմ, որ ձեզ չի հավատում։ Բայց հիմա գիտեք, եթե տեղի ունեցե, ինչ եք ակնկալում։ Տեսեք, մենք ամենտեղ դիմել ենք, թե վճռաբեկ, թե վերականգնիչ։ Ինչ եք ուզում, ինչ արդյունքը Մենք դիմել։ երկու երեխա ունենք։ Գիտեմ, որ այդ օրենքը կա, որ երեխաները մինչև 6 տարեկան գոնե ամուսինը լինի։ Ну չկա տենց օրենք։ Ավելի լավ է ես ձեզ ավելի իրատեսական ճանապարհ առաջարկեմ, որը ավելի իրատեսական է։ Ինչքան ժամանակ է որ նստած է։ Իրան մի ամիս է ինչ տարել են, ամսի 27-ին եղել է մի ամիս։ Ինչքան են դատապարտել։ 5 տարի, ինքը 4 ամիս եղել է բանում, տնային կալանքում։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ։ Եթե իրան արդեն եկել են տարել են, ենթադրում է, որ արդեն վճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Հիմա ինչքան էլ դժվար է, իրատեսական ճանապարհներն է, որ օրինական ձևով նստի, պայմանական վաղակետի ժամկետը գա, իր լավ բնութագրվի, վաղաժամկետ ազատ արձակվի, ուրիշ տարբերակ չկա։ Մեր ընտանիքում մենք 6 հոգի ենք։ Ձեր ազգանունը ինչ է։ Ոսկանյան։ Տիկին Ոսկանյան, ուրիշ տարբերակ չկա ուղղակի։ Բայց մենք որ դիմել ենք բանով, օրենքը նշում է, որ կա այդ բանը, որ մինչև 6 տարեկան երեխան։ Դատարանը արդեն վճիռ է կայացրել, վճիռը օրինական ուժի մեջ է մտել, բան չի լինի անել։ Մենք հիմա ասում ենք վերակնիչին, որ ասում եք վճռաբեկով անցել է արդեն։ Չէ, վճռաբեկ դեռ չի հասել։ Բայց նոր ասում եք անցել է։ Վերակնիչից սպասում ենք, որ նամակը գա մեզ հասնի, որոշումը կայացված է, որ մերժել է։ Մենք հիմա սպասում ենք, որ թուղթը գա մեզ հասնի, որ մենք Շատ լավ, դերեն վճռաբեկը անցնի, նրանց հետո կարակ որևէ բան ասեք։ Բայց իմ պատկերացմամբ, եթե այդ կետին է հասել, իմ ասած ճանապարհն է իրատեսական։ Ակինայք ոչ փողոք կա մահացածի ծնողներից, ոչ մեկից փողոք։ Հասկանում եմ, բայց դե այնուամենայնիվ դա մենակ բողոքի հարց չի, փաստ է տեղի ունեցել, խմած է եղել, բարոյական իրավունք չի ունեցել, մարդ է մահացել։ Ես հասկանում եմ, ես ուղղակի ուզում եմ, որ գոնե մինչև երեխեքս 6 տարեկան լինեն, թեկուզ այդ ժամանակ թե ինքը ելքին ապա։ Ես հասկանում եմ ձեզ, բայց խնդրում եմ, սուտ կասեմ, եթե որևէ այլ բան ասեմ։ Եթե իհարկե վճռաբեկ դատարանը ինչ-որ այլ որոշում չկայացնի, բայց ես չեմ կարող դրա հետ կապված որևէ բան ասել եւ հասկանում եմ, բայց չեմ կարող ոչի բան։ Ես շոկված եմ։ Բայց մենք մեղավոր ենք, որ այդ դեպքը տեղի ունեցավ։ Դեք ունենան։ Ինչ ասեմ, կներեք ազնիվ իրատեսորեն ասում եմ։ Ես հիվանդություն ունեմ, համ ինքը հոգեկան խնդիրներ ունի, համ կեսարս մեր հետ ապրում է, միայն աշխատողը կիսուրս դա։ Կներեք էլի, բայց ունենք։ շատ լավ, դա ուրիշ հարց է, դա արդեն սոցիալական, միասնական սոցիալական ծառայությունը կնայի այդտեղ, բայց դատապարտման փաստ հետ կապված բան չեմ կարող անել։ Կներեք, ուղիղ ազնիվ ասում։ Պարոն վարչապետ, մի քաղաքացի նկարում է։ Հայ բնականաբար։ Մեր զադնի պերետնին ձեզնից է կախված։ Մենք ով ենք, որ կամ զադնի տանք, կամ պերետնի տանք։ Բարև եղբայր։ Մի րոպե սրանից էլ նվիրեն ձեզ։ Ոնց եք կարող։ Լավ եղբայր։ Իմ անունը Սակո է։ Հասակո ջան։ Ես ուզեցել եմ միշտ քեզի հանդիպել։ Ահա։ Տեսնես ինչ լավ է։ Ոնց առողջ եք։ Փառք Աստծո, ձերը։ Ասում փառքներն էլ ուզում էի հանդիպում ունենալ։ Շատ եմ ուզեցել։ Միանշանակ, բաց սրանից։ Աղա կնկերոջս էլ տակ տամ։ Իհարկե։ Ընդեղա չեմ թողում։ Մի րոպե, կուրտկետ։
Կուրկետ հաստատ չի կպնում նորմալ։ Դու կպցրու, էս է։ Դες ինչ պետք է ալնելու է։ Ինչ ուզում եք այդ լինելու է։ Մի հատ էլ ընկերոջ։ Ուրա բա ընկերոջը ինչի չեն։ Փողոցի են կողմնա չեն Հա։ կողմ գած։ Հա։ Մերսի։ Բա դու ո՞նց անցար։ Ինձ զամբի։ Տապի։ Չէ կուրկետ հաստատ կարողա Չեն, չփաչա։ Ինձ ընկերոջդ կբարևես։ Հա, սակո ջան։ Այդ ասում էի։ Հա, մի րոպե։ Երեխեքա առաջին առանց հերթ են երեխեքը։ Բարև ձեզ։ Ես քեզ։ Մերսի։ Ես էլ քեզ։ Ես քեզ։ Օրը դուսուն։ Ես էլ քեզ։ Ես քեզ։ Բարև եղբայր։ Լավ է։ Նկարեք թորիկից է պարոն վարչապետ։ Ես էլ քեզ։ Էսա մի վարքյան։ Ազատ երջանիկ Հայաստանում։ Ես քեզ։ Ես էլ քեզ։ Ես ո՞րտեղից եք գալի, ո՞նց իմացաք որ ստեղ ենք։ Վայ, էս կոտրվածը։ Ինչ անունը։ Կուր, հա, եղբայր, էս։ Բայց էս քոշորը հաստատ չեմ կարա կպցնեմ, դու վերցրու կկպցնես հետո, հա։ Ում չտվեցի, այսինքն։ Պարոն վարչապետ։ Հա ջան։ Ձեզ կանչում եմ մեր խանութ, այն կամնա մեր խանութը, էլ պասով, Իսկ վերևնա կարողա սրճարան կա։ սրճան ունեք, հաճույք սուրճ ունեք։ Պատրաստ եմ։ Դե ով է ուզում նկարել։ Նա տեսա թորիկից է նկարեք։ Չէ, սխալ թարս է սպառում, այ պետք է սենց պահել, սենց, այս, վիա, այս սենց, ամենաճիշտ ինքը նկարի։ Ես շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Գնացինք։ Հա, Սակո ջան, արի տենամ, ինչ ես ասում։ Մեցավոր էի ռախոսով թեկս անգելի դուքունելու։ Ինչ թեմա կա եղբայր։ Ընդհանուր ինչ կա, Դե ընդհանուր հիմա շատ բարդ կլինի, տեսնում ես ինչա կատարվում։ Լավ եղեք։ Սակո ջան, իրատեսական ինչ խնդիր ունես, ասա օգնականներից մեկին ասեմ կապվի հետդ խոսա։ Դե համարա պետք է խոսամ հանդիպ։ Ուրա Դավոյան։ Տիկին Դավոյան։ Սակոյի համարը փոխանցեք, էսա ասեմ ում։ Պարոն Խաչատրյանին փոխանցեք, թող խոսա մի հատ հետ։ Արամին Խաչատրյան։ Հա ջան։ Չունեմ ես այդ նկարը։ Բա մի րոպե, մի հատ էս աչեք ում ես։ Լավ է։ Հա ջան։ Հա երեխեք ջան։ Ինչ անունդ։ Մաքս։ Այ ապրես Մաքս ջան։ Ես քեզ։ Բանը ինչա։ Եղբայրներ եք դուք։ Ահա, դեք հա մի րոպե, էլի բան ունեք։ Ես էլ քեզ։ Բայ էս հա չէ նորմալ։ Հա լավն է։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։